Եթերում ABC Newsroom-ն է, ես Աննա Սարգսյանն եմ, բարի երեկո հարգելի հետևորդներ։ Կարևոր լուրերը նախ համառոտ։ $960 ընդդեմ գրեթե 6 միլիոնի, ինչ է Ադրբեջանը գնել Հայաստանից։ Ադրբեջանը պարտավորվել է ներկայացնել հայ գերիների դատավճիռներն ու բժշկական տվյալները, ինչ է պահանջում ՄԻԵԴ։ Խաղաղություն, վիրահատական միջամտություններ ու SMS, ինչ են քննարկել ազգային ժողովում հերթական նիստի ընթացքում։ Ինչ կլինի, եթե հունիսի 7-ին որևէ ուժ չհավաքի 52% քվե և որ ուժերն ազգային ժողով անցնելու շանսեր ունեն։ Խուզարկություններ ու ձերբակալություններ, թիրախը ուժեղ Հայաստանն է, որն է մեղադրանքը։ Կեղտաջուր, գարշահոտություն, փլվող հիմքեր, Բագրատունյաց փողոցի բնակիչները տարիներ շարունակ ապրում են ջրի մեջ։ Նկուղները լցվում են, խնդիրը մնում նույնը։ Հայաստան-Ադրբեջան տնտեսական հարաբերություններում կարծես պատմական իրադարձություն է արձանագրվել։ Ադրբեջանը առաջին անգամ ապրանք է ներմուծել Հայաստանից, թիվը $960։ Սակայն ընդամենը մի քանի ժամ անց պարզվեց այդ պատմական արտահանումը իրականում վարդերի պատմություն է և ոչ հայկական արտադրության։ Ադրբեջանական լրատվամիջոցները հղում անելով իրենց մաքսային կոմիտեին հայտնում են, որ վարդերը ներմուծվել են Նիդերլանդներից, բայց մաքսային վիճակագրության մեջ հաշվառել են որպես Հայաստանից ներմուծում։ Ըստ Ադրբեջանի մաքսային կանոնների գործընկեր երկիր է համարվում այն երկիրը, որտեղից ապրանքը մուտք է գործել, ոչ թե դրա արտադրողը։ Այսինքն աղմկոտ վերնագրերի տակ իրականությունը շատ ավելի պարզունակ է։ Հայաստանը Ադրբեջան փաստացի արտահանել է ոչ թե սեփական արտադրանք, այլ դարձել է պարզապես տարանցիկ հանգույց, բայց եթե սա դեռ կարելի էր համարել վիճակագրական մանրուք, ապա մյուս թիվն արդեն մանրուք չէ։ Միայն այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանը Ադրբեջանից ներմուծել է $5,757,000 ապրանք։ Դրանցից շուրջ $1.5 միլիոն միայն մարտին։ Իսկ ինչու են մարդկանց մանիպուլյացնում այս թվերով, նախկին վարչապետն է մեկնաբանում։ Այդ տնտեսական փոխշավեց համագործակցության հիմքում պետք է լինի երկուստեք շահագրգռվածությունը։ Ես ուզում հարցնել, ինքս ինձ եմ հարց տալիս, Ադրբեջանը մեր որ ապրանքատեսակների կարիքն ունի։ Այդ որ ապրանքատեսակներն են, որ ադրբեջանական շուկայում պահանջարկված կլինեն հայկական արտադրության։ Սա մեկ։ Երկրորդը, իսկ բացի էներգակիրներից, ես նկատեմ նավթամթերքներից, բացի ադրբեջանական որ ապրանքատեսակները մեզ համար կարող են մեր շուկայում կարող են լինել պահանջարկված։ Այսինքն եթե խոսում ենք հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին, տնտեսական հարաբերությունների մասին, ապա հիմքում պետք է ընկած լինի երկարաժամկետ երկու տնտեսությունները միմյանց հեռացնելու իրենց կարողություններով, թողարկող արտադրանքով եւ հետեւաբար շուկաների պահանջարկի ապահովման տեսանկյունից միմյանց հեռացնելու կոնցեպտը։ Ես այդպիսի հնարավորություն կամ այդպիսի քննարկում նույնիսկ չեմ լսել։ Ադրբեջանի հիմա այս բոլոր մկանաշարժը, իբր թե մենք տնտեսական հարաբերություններ ենք ձևավորում, իրականացնում մի բանի համար՝ նպաստել Նիկոլ Փաշինյանի իշխանության հաստատմանը։ Չէ, Ադրբեջանը այս տարածքում Նիկոլ Փաշինյանից բացի որևէ մեկին չի ուզում տեսնել։ Ընդհանուր նա չներ թաքցրել, չէ՞ դա։ Նույնիսկ դա այդ մասին հայտնել հրապարակավ, որ իրենց սրտի ղեկավարը Հայաստանի, դա Նիկոլ Փաշինյանն է, ինչու՞։ Որտեղ Նիկոլ Փաշինյանի հետ հեշտ է, ինչ պահանջում եք անում է։ Բայց հայ-ադրբեջանական հարաբերությունների իրական պատկերը միայն առևտրի թվերով չի չափվում, որովհետև մինչ պաշտոնական վիճակագրությունը փորձում է նոր տնտեսական էջի տպավորություն ստեղծել, մյուս իրականությունը շարունակում է մնալ Բաքվի բանտերում։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հերթական անգամ պարտավորեցրել է Ադրբեջանին տեղեկություն տրամադրել հայ գերիների վերաբերյալ։ Մինչև օգոստոսի 31-ը Բաքուն պետք է ներկայացնի ոչ միայն գերիների պահման պայմանների և առողջական վիճակի մասին տվյալներ, այլ նաև նրանց դեմ կայացած դատավճիռների պատճենները դատավորների հիմնավորումներով։ Հիշեցնեմ, որ պաշտոնական տվյալով Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Մինչ միջազգային դատարանները շարունակում են Ադրբեջանից հաշվետվություն պահանջել հայ գերիների ճակատագրի վերաբերյալ, Երևանում իշխանությունը խոսում է խաղաղության քաղաքական մանդատի մասին։ Փաշինյանը հայտարարում է, որ քաղաքացիներն այսօր խաղաղությունն ավելի շատ են զգում, քան ինքը սպասում էր, եւ հենց այդ տրամաբանությամբ հաջորդ ընտրության հնարավոր մանդատն էլ իշխանությունը պատրաստվում է ներկայացնել որպես խաղաղության մանդատ։ Ծափերից մինչև սկանդալային հայտարարություններ խորհրդարանի թեժ նիստի մանրամասները ռեպորտաժում։
Հինգշաբթի առավոտյան խորհրդարանում Փաշինյանն ու նախարարները շարունակում էին ներկայացնել կառավարության կատարողականը։ Նիստի սկզբին Փաշինյանի աչքից չվիրիպեց ընդդիմադիրների անսովոր շարժը։ Տենց ինչ-որ բան ոնց որ պատտվիր կյանքի կարուսել երգը ունի։ Սենց ստեյց մտնում են դուրս են գալիս, մտնում են դուրս են գալիս, լա։ Քննարկման մյուս առանցքում արդեն քաղաքական մանդատներ։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Մարիա Կարապետյանը հարցրեց, ինչպես է իշխանությունը բնորոշում հաջորդ ընտրություններով ստացվելիք մանդատը։ Փաշինյանն էլ հայտարարեց, որ խոսքը լինելու է խաղաղության մանդատի մասին, միաժամանակ կոշտ ձևակերպման անդրադառնալով 2021-ի նախընտրական իրենց ծրագրին։ Եկեք ի վերջո խոստովանենք, որ 2021 թվականի մեր նախընտրական ծրագիրը եղել է միջին վիճակագրական պսևդո դաշնակցական նախընտրական ծրագիր։ Եվ մենք այդ ծրագրով գնացել ենք ժողովրդի մոտ, եւ ժողովուրդը այդ ծրագիրը մի կողմա դրել, եւ մեզ ավանդել է ուրիշ օրակարգ։ Դաշնակցական Արմեն Ռուստամյանն էլ արդեն զզվել է Փաշինյանի բառապաշարից։ Նրա խոսքով գործող իշխանությունը միաժամանակ փորձում է ներկայանալ թե արևմտամետ, թե ռուսամետ, սակայն իրական նպատակը իշխանության պահպանումն է։ Այդ խոսքի մեջ դուք չեք տեսնում աննորմալություն։ Մենք ունեցել ենք երբևէ մի վարչապետ, որ այսքան փողոցային բառապաշարով ընդհանրապես խոսի։ Բայց փողոցային բառապաշարը անընդհատ գալ լսելը ասում իրեն հարգող մարդ իսկապես այս փողոցային միջավայրում չի ուզում գտնվի։ Ոչ ոք չի ուզում այս փողոցային։ Դա նաև դրա համար այո, բայց փողոցային միջավայրը լավ ինչքան կարելի է։ Դե 5 տարի է զզվել ենք էլի։ Փաշինյանն օրեր առաջ քաղաքացիներին հրավիրել էր ավտոերթի նշելու Հյուսիս-Հարավի Գյումրի տանող հատվածի պաշտոնական բացումը։ Նախնին ԿՊԱ-ական Հովիկ Աղազարյանը կառավարության ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին տարեկան զեկույցի ներկայացման ժամանակ հիշեց Երևանում եւ այլ վայրերում տխրահռչակ փոսերի մասին։ Հարցրեց, հաշվարկել են արդյոք թե յուրաքանչյուր ընտանիք այդ փոսերից ինչքան վնաս է ստացել եւ թե այդ փոսերի պատճառով քանի մեքենա է հայտնվում խցանման մեջ։ Կոմբինանման մեկ գոյություն ունի, որը փոսը լինում է երկու ժամ հետո փոսը չկա։ Ուզում է ձուն, ուզում է բուկ, ուզում է ինչ ուզում է լինի, հնարավորություն չկա, այդքան փող ունենք, մի քիչ փոխտանք այդ բանից առնենք բերենք։ Պատտանենք այդ ցավից։ Պարոն Աղազյան, ես տարբեր երկրների գործընկերների հետ եմ շփվել, ասֆալտի կոմբայն, որպես այդպեսին չեմ հանդիպել, եթե լինի կփորձենք նաև Հայաստանում ունենալ։ Փաշինյանի մեղմ ասած չի գոհացնում արդարադատության համակարգի աշխատանքը։ Կատարվողը խայտառակություն է համարում, իսկ խնդիրն առաջարկում է վիրահատական ճանապարհով լուծել։ Շատ ոլորտներում մենք մաֆիայի դեմ ենք պայքարում եւ այդ մաֆիան իր մեստաստազները ունի բոլոր տեղերում։ Այդ մաֆիան իր մետաստազները ունի ազգային ժողովում, կառավարությունում, դատարաններում, դատախազությունում, քննչական մարմիններում, ոստիկանությունում, բոլոր տեղերում։ Եվ մենք պետք է այդ բանից վիրահատական ճանապարհներով արդեն այսքան բանը քիմիոթերապիան այլևս էֆեկտ չի տալի։ Մեզ պետք է վիրահատական ճանապարհներով լուծել այդ թվում արդարադատության հարցը։ Հերիքա բանի ժողովրդի ներվերը ինչքան կարելի է քայքայել։ Սրանով ցույց է ուզում տալ ժողովրդին հանրության առաջիկա ընտրությունների հետ կապված, որովհետև բոլորը գիտեն, որ երկրում այդ ոլորտում խնդիրներ կա, որ իբր թե ինքը քայլեր է ձեռնարկելու եւ այդ խնդիրները լուծելու է, առաջինը հերթին էս է նպատակը։ Երկրորդը, որը կարծում շատ ավելի կարևոր նպատակ է իր համար, դա այն է, որ մեսիջ է ողջ համակարգին, որ ռեպրեսիաներ կսկսի իրենց նկատմամբ, այսինքն կոպիտ ասած պարտավորեցնում է, որ շարունակեն շատ ավելի բլու եւ հենազանդ լինել եւ հասկանան, որ իրենց կարող է վտանգ սպառնալ։ Պատասխանելով հարցին, թե որ համակարգերն են, որ իրենց իշխանության ժամանակահատվածում բարեփոխումները դարձրել են այլևս անշրջելի, Փաշինյանը մի անկեղծ պատասխան տվեց, որ մասնավորապես վերաբերում էր կրթության եւ բանակի ոլորտներին։ Որ լավ շրջողը լինի, միշտ էլ կարելի է շրջել։ Այսինքն տենց ըստ էության տենց բան չկա, որ ցանկացած կառուցած բան 5 րոպեում կարելի է քարուքանդ անել։ Եվ վերջում Փաշինյանը խոսել է ոստիկանության աշխատանքի եւ հանրային վստահության մասին, ընդգծելով, որ համակարգը պետք է դառնա առավել դինամիկ եւ ճկուն։ Նրա խոսքով ներքին գործերի նախարարության համակարգում մեդիա առաջնորդության նոր մոտեցում է պետք հանրության հետ հաղորդակցությունը ավելի արդյունավետ դարձնելու համար։
Եվ երբ քաղաքական դաշտում արդեն խոսվում է հնարավոր մանդատների եւ իշխանության ձևավորման տարբեր սցենարների մասին, ընտրական համակարգը իրականում նախատեսում է նաեւ ավելի բարդ զարգացում, որովհետեւ ընտրությունների արդյունքը միշտ չէ, որ ավարտ է նշանակում։ Սակայն հիմնական հարցը, որը ձևավորվում է նախընտրական այս փուլում, այն չէ, թե ով որքան ձայն կհավաքի, այլ այն, թե որևէ քաղաքական ուժ կկարողանա արդյոք ապահովել կայուն կառավարում։ Եթե ընտրության արդյունքով ոչ մի ուժ չհասնի անհրաժեշտ մեծամասնության եւ քաղաքական բանակցությունները չավարտեն կոալիցիոն համաձայնությամբ, գործի կդրվի ընտրական համակարգի երկրորդ փուլը։ Իսկ ինչ է տեղի ունենալու այդ փուլում, մանրամասները գիտի Սեդա Մակարյանը։ Երկու ամսից Հայաստանում հերթական խորհրդարանական ընտրությունն է նախատեսված։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն ավելի քան 21 քաղաքական ուժի ընտրությանը մասնակցելու հայտ է ստացել։ Իսկ ինչ կլինի, եթե հունիսի 7-ին ոչ մի քաղաքական ուժի չհաջողվի հավաքել 52% ձայն։ Հայաստանում հնարավոր է ձևավորվի մի իրավիճակ, երբ ընտրությունների արդյունքները չեն տա հստակ պատասխան, ով պետք է ձևավորի իշխանությունը։ Եթե որևէ քաղաքական ուժ չկարողանա ստանալ խորհրդարանում կայուն մեծամասնություն, երկրում կգործարկվի երկրորդ փուլի մեխանիզմը։ Ուշադրություն պետք է դարձնել կայուն մեծամասնություն եզրույթին։ Կայուն մեծամասնությունը մեր սահմանադրության պահանջն է 89-րդ հոդվածի, որովհետև սահմանադրությունը նախատեսել է, որ ցանկացած պարագայում, երբ որ ընտրություններ են տեղի ունենում, ազգային ժողովում պետք է լինի կայուն մեծամասնությունը։ Կայուն մեծամասնությունը սկզբնապես, երբ որ ընտրական օրենսգիրքը ընդունվում էր 54% մանդատի մասին էր խոսում, 2021 թվականի ընտրական օրենսգրքի փոփոխություններից հետո այդ մեծամասնությունը հիմա 52%-ին է հավասարեցվել։ Ընտրությունը երկրորդ փուլ տեղափոխելու սցենարը գործի է դրվում այն դեպքում, երբ ընտրություններից հետո ոչ միայն որևէ ուժ չի հաղթահարում անհրաժեշտ 50%-ի շեմը, այլև քաղաքական ուժերը չեն կարողանում ձևավորել կոալիցիա։ Երբ որ չկա այդ մեծամասնությունը, այդ դեպքում կա հնարավորություն կառուցելու այդ կոալիցիան։ Կոալիցիայի ստեղծման անհնարինության պարագայում է միայն, որ մեր ընտրական օրենսգիրքը նախատեսում է երկրորդ փուլի անցկացում։ Կարող է այնպես լինել, որ նաև այն պոտենցիալ կոալիցիայի տեխնացուները, որոնք կարող էին կոալիցիա ձևավորել, համաձայնության չգան տեխնացուի վերաբերյալ, չնայած նրանք գումարային առումով ունեն հնարավորություն ձևավորելու ուրեմն նոր կառավարություն, այսինքն պայմանավորվելու վարչապետի շուրջը, որը հետագայում այդ կառավարությունը ձևավորելու է։ Այդ դեպքում ընտրապայքարը տեղափոխվում է երկրորդ փուլ, որտեղ մրցում են առավելագույն ձայներ հավաքած երկու ուժերը, բայց այս անգամ ընտրողները ոչ թե թիմերի, այլ թիմերի վարչապետի տեխնացուների միջև պիտի ընտրություն կատարեն։ Ի տարբերություն առաջին փուլի, երկրորդ փուլի քվեաթերթիկը ուղղակիորեն նշում է, թե առաջին տեղը զբաղեցրած ուժի վարչապետի տեխնացուն ով է, եւ երկրորդ տեղը զբաղեցրած ուժի վարչապետի տեխնացուն ով է։ Եվ ըստ էության տեղի է ունենում վարչապետի ուղղակի ընտրություն։ Երկրորդ փուլի իմաստը հենց վարչապետին որոշելու մեջ է կայանում։ Քաղաքագետների գնահատմամբ երկրորդ փուլը կարող է էականորեն փոխել քաղաքական տրամադրությունները։ Եթե առաջին փուլում ընտրողը կարող էր քվեարկել իր նախընտրած ուժի օգտին, ապա երկրորդ փուլում հաճախ ստիպված է ընտրել ոչ թե լավագույնը, այլ ավելի ընդունելին։ Ըստ նրանց անհրաժեշտ է չհասնել երկրորդ փուլին։ Եթե ընդդիմադիր ուժերը չկարողանան խնդիր լուծել առաջին փուլով, հազիվ թե երկրորդին հնարավոր լինի որևէ խնդիր լուծել։ Միևնույն ժամանակ այս մեխանիզմը նախատեսված է քաղաքական կայունություն ապահովելու համար։ Երկրորդ փուլում հաղթող ուժը ստանում է հավելյալ մանդատներ, որպեսզի ձևավորվի կառավարություն առանց երկարատև բանակցությունների եւ անկայուն կոալիցիաների։ Գործում է ոչ այնքան խորհրդարանական սկզբունքը, որքան այո, հենց հաղթողի եւ պարտվողի սկզբունքը։ Եվ եթե առաջին փուլում օրինակ կա տարբեր կոնֆիգուրացիաներով հաղթելու հնարավորություն, երկրորդ փուլի պարագայում այստեղ կա շատ պարզ, այսպես եզրափակիչ տրամաբանությամբ հաղթող եւ պարտվող։ Եվ այդ դեպքում ընդդիմությունը, եթե առաջինում չի կարողանում լուծել խնդիրներ եւ հարցը մնում է երկրորդին, ես կարծում եմ միարժեք հայտնվելու է պարտվելու ռիսկի ներքո։
Սակայն կա նաև հակառակ դիտարկումը։ Քննադատները նշում են, որ նման համակարգը կարող է արհեստական մեծամասնություն ստեղծել, ամբողջությամբ չարտացոլելով ընտրողների իրական տրամադրությունները։ Այսպիսով հնարավոր երկրորդ փուլը ոչ միայն իրավական ընթացակարգ է, այլ նաև քաղաքական նոր պայքար, ավելի կոշտ, ավելի բևեռացված եւ հաճախ ավելի կանխատեսելի ավարտով։ Եթե ընտրությունները չտան հստակ հաղթող, քաղաքական պայքարը պարզապես չի ավարտվի, այն կտեղափոխվի երկրորդ փուլ։ Սեդա Մակարյան, Մհեր Դավթյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Նախընտրական տրամադրության թեժացմանը զուգահեռ ավելանում են քրեական գործերի թղթապանակները ընդդիմադիր գործիչների անուններով մակագրված։ Բերման է ենթարկվել մինչև 15 անց ուժեղ Հայաստան կուսակցության 2 անդամի մեղադրանք է ներկայացվել։ Հակակոռուպցիոն կոմիտեն էլ հայտնել է, որ ձերբակալել են ընտրակաշառքի վերաբերյալ վարույթով։ Մեղադրանք են առաջադրել ուժեղ Հայաստանի արտաշատի գրասենյակի պատասխանատու Հասմիկ Ամիրզադյանին։ Պաշտպան Լուսինե Մարտիրոսյանն ասել է, որ քննարկում են նրա խափանման միջոցի հարցը։ Ամիրզադյանը 5 չափահաս երեխա ունի որդեգրած։ Կուսակցության անդամներն ու աջակիցները հակակոռուպցիոն կոմիտեի դիմաց են։ Դարձյալ արգելում են փաստաբանի մուտքը, որպեսզի նա բարձրանա եւ տարական այդ իրավական օգնությունը ցույց տա։ Անձը իրավունք ունի հարցաքննվել փաստաբանի պաշտպանի ներկայությամբ, դա եւս արգելվում ու խոչընդոտվում է։ Համատարած խախտումներով, համատարած խոչընդոտներ են ստեղծում եւ այս պայն տարական մարդու տարական իրավունքներ են ոտնահարվում, պաշտպան ունենալու իրավական օգնություն ստանալու իրավունքը։ Այն հավճեպությամբ, օպերատիվությամբ, որ ուժային կառույցները իրավապահ համակարգը արձանագրում է եւ արձագանքում է այս դեպքերին, եթե այս օպերատիվությամբ արձագանք էին մնացած բոլոր դեպքերին, ծանր հանցագործությունների դեպքերին ամեն օր գրեթե համացանցը ցնցում է մի նոր սպանություն, մասսայական սպանություն, հասարակության աչքի առաջ սպանություն, եթե այս նույն օպերատիվությամբ աշխատեին, ապա մենք ունենայինք հանցավորության էական նվազում, ինչ այս պայն չունենք։ Նույն կասկածանքն է, որը ինչպես տեսակ երկու տարբեր դատարաններ անգամ այսպիսի ճնշման համոզված են, որ ճնշում է եղել, բայց անգամ այդպիսի ճնշման դեպքում չկարողացան անգամ տնային կալանք տալ մեր աղջիկներին, որովհետև փաստական հիմք որպես այդպիսին չկա։ Դատարաններն էլ կամաց-կամաց սկսեն հասկանալ, որ պետք է իրականում արդարադատություն լինի։ Հունիսի 8-ից հետո մենք դատախազներին էլ կազատենք այդ լծից, քննիչներին էլ կազատենք այդ լծից, որովհետև չի լինելու այլևս իրավապահ մարմինների աշխատանքի խոչընդոտում կամ պատվերներ։ Դատարանն այսօր պիտի քններ Բագրատ Սրբազանի դեմ ապացույցները, սակայն նիստը հետաձգվել է։ Ոստիկանությունն աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով չէր կարողացել պատգամավոր Արթուր Սարգսյանին բերել դատարան։ Դատին ներկա չէր նաև Ահագն Չախալյանը, նրա բացակայության պատճառների մասին մանրամասներ հայտնի չեն։ Երևանում կան շենքեր, որտեղ խնդիրը տարիներով չի լուծվում, ոչ այն պատճառով, որ լուծում չկա, այլ որովհետև պատասխանատվության սահմանները մշտապես մնում են մշուշոտ։ Մի կողմն ասում է դա համայնքի գործառույթ է, մյուսը համակարգի, երրորդը սպասարկող ընկերության։ Եվ այդպես տարիներ շարունակ նույն պատմությունը կրկնվում է՝ ջուր, որը չի հեռանում, համակարգ, որը չի աշխատում, եւ բնակիչներ, որոնք մնացել են խնդրի հետ միայնակ։ Բագրատունյա 34 շենքի դեպքում վիճակը արդեն վաղուց անցել է տեխնիկական անհարմարության սահմանը եւ դարձել է անվտանգության հարց։ Այստեղ խնդիրը ոչ միայն ջրի կուտակումն է, այլ նաեւ այն, թե իրականում ով է պատասխանատու, երբ պատասխանատվությունը բաժանված է այնքան մասերի, որ վերջում չի մնում ոչ մեկին։ Ինչպես է տարիների ընթացքում ձևավորվել այս փակուղին, Սեդա Գյուրեղյանի ռեպորտաժում։ Կեղտաջուր, գարշահոտություն, առնետներ։ Բագրատունյա 34 շենքի նկուղը մինչև 3-րդ աստիճանը լցված է անձրևաջրերով եւ չի չորանում կլոր տարին։ Բնակիչները տարիներ շարունակ ուր ասես չեն դիմել, թաղապետարանից մինչև հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ու Վեոլիա ջուր։ Խնդրի պատասխանատվությունը ոչ ոք իր վրա չի վերցնում։ Խնդիրը բացահայտվել է իմ կողմից 2023 թվականի հոկտեմբերի վերջերին, որի մասին տեղեկացրել եմ Վեոլիա ջրի տեղամասային մասնագետին, պատասխանատուին։ Ուրեմն այդ թվականին ավարտվեց 18 դպրոցի, Մուրացյանի անվան 18 դպրոցի վերակառուցումը, որի տարածքում գտնվում է մեր դիտահորերը։ 4 տարի տևող այդ վերակառուցման աշխատանքներից հետո, երբ որ սեպտեմբերին բացումը եղավ, ես հոկտեմբերի վերջ, որ արդեն տեղումները անձրևների սկսեց ակտիվանալ,
նկատեցի, որ խոնավության հոտ է գալիս, նկողի չէ եւ տեսա բավականին բարձր մակարդակի ջուր է։ Վիգենը մասնագետ է կանչել Veolia ջրից եւ փորձել հասկանալ, ինչու է ջուրը լցվում նկուղ։ Պարզել են ջրի կուտակման պատճառը կոյուղատար համակարգի գերծանրաբեռնվածությունն է։ Փորդառատ անձրևների ժամանակ անձրևաջրերը առանձին համակարգով չեն հեռացվում, այլ թափվում են կոյուղի։ Արդյունքում դիտահորերը ամբողջությամբ լցվում են ջրով եւ համակարգը չի հասցնում հեռացնել այդ ջուրը։ Ամբողջ Բագրատունյաց փողոցը սկզբից մինչև վերջ դիտահորերը բացեցին եւ նույն պատկերներ ամենուրեք։ Այսինքն ամբողջությամբ դիտահորերը խցանված էին եւ այնտեղ իրենց մասնագետներից ասեցին, որ սա ամբողջ անձրևաջրերը, որոնք նոր-նորքից իջնում են այս ճանապարհով, գնում են դեպի Գետառ կամ Երևանյան լիճ, չգիտեմ որտեղ որ իրենց կուտակվելու վայրն է, ու ասեցին, որ սա համատարած այս բարձրաշենքերի կառուցման հետևանքով չհաշվարկված կցումներն են, որը հին մագիստրալներին միացել են ու արդեն չեն հասցնում իրանք հեռացնեն այդ անձրևաջրերը, ստիպված անձրևաջուրը գտնում է միտեղ, որտեղից հնարավոր է, որ ինքը դատարկվի ու դրանցից մեկը հավանաբար մեր շենքն է։ Արդյունքում խարխլվում ու թուլանում են շենքի հիմքերը, իսկ ով է պատասխանատու բնակիչների անվտանգության համար։ Վիգենը 2024-ից ի վեր հարցումներ է ուղարկել բոլոր պատասխանատուներին՝ Թաղապետարան, Ջրային կոմիտե, Veolia ջուր, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով եւ անգամ վարչապետի աշխատակազմ։ Հիշում է 2023-ի ընտրություններին Տիգրան Ավինյանն ու իրենց նախկին թաղապետը խոստացան խնդիրն անհապաղ լուծել, բայց ոչինչ չարեցին, բացի Veolia ջրին դիմելուց։ Այս ընթացքում փոխվել են թե թաղապետը, թե տեղակալը, բայց խնդիրը դեռ տեղից չի շարժվել։ Մենք եւս այդ մասին հիշեցրինք թաղապետի արդեն նոր տեղակալին։ Իսկ հետևողական եղել եք, թե արդյոք Veolia ջուրը իրականացրել է իր գործառույթները, թե ոչ։ Ուրեմն, քանի որ ես չեմ կարող հիշել, առավել ևս այդ թվականից սկսած, դες որևէ բան չեմ կարող ասել 23-24 թվի ինչ-որ մի բանի մասին։ Բայց հենց չի որ Veolia ջուրը հենց նոր հանկարծ դրա մասին պետք է իմանա։ Այստեղ էլ ավարտվում է համայնքի պատասխանատվությունը։ Մինչև առաջին դիտահորը սպասարկում է համատիրությունը, նշեց վարչական ղեկավարի տեղակալը։ Իսկ այդ դիտահորից հետո եղածները սպասարկում է Veolia ջուրը։ Veolia-ն էլ ասում է, իրենք պատասխանատու են խցանումը բացելու համար եւ բացում են։ Մենք սպասարկում եւ շահագործում ենք այն, ինչ որ հանձնված է մեզ։ Հիմա այնտեղ խցանում է եղել, մենք գնացել ենք վերացրել ենք։ Այլ բան ասել չեմ կարող։ Նույն պատասխաններն արդեն թղթի վրա ստանում են նաև շենքի բնակիչները։ Շենքի լիազորը տեսնելով, որ ոչ մի կողմը պատշաճ չի արձագանքում, խնդրի լուծման այլընտրանքներ է առաջարկել։ Նախ առաջարկել է միանալ ամենամոտ մագիստրալին, որ հարակից Գարեգին Նժդեհի անվան դպրոցի դիմաց է, ապա պարզել է, որ դպրոցն էլ նույն խնդիրն ունի։ Իրենց նկուղը միակը չէ, որ լցված է ջրով։ Առաջարկեցինք, որ մեր համար շենքի հետևում դպրոցի տարածքից դուրս, որովհետև ամեն անգամ դպրոցի տարածք Veolia ջրի աշխատակիցներ կանչել խցանումները բացելու համար խնդիր առաջանում, որովհետև իրանք ասում են մենք դպրոցի տարածք չենք սպասարկում ենք մենակ բնակչությունների, ասում բայց եթե մեր դիտավորը գտնվում է դպրոցի տարածքում, մենք ինչ խնդիր ունենք, որն է մեր մեղքը։ Առաջարկում են, որ դա տեղափոխվի դպրոցի տարածքից դուրս ավելի մոտ մեր շենքին եւ առանձին դիտահորերով, կոյուղագծերով գնա միանա ընդհանուր մագիստրալին, որը բավականին տեսել եմ ես ինքս անձամբ խորն է եւ աշխատում է։ Մեծ հետ զրույցում Veolia ջրից նշեցին, որ այսօր եւս մոտեցել եւ մաքրել են դիտահորերը, մինչդեռ տարածքի ոչ մի բնակիչ չէր նկատել, որ դիտահորեր են մաքրվել։ Տեսել են միայն Veolia ջրի աշխատակիցներին, որոնք մոտեցել, բացել են դիտահորերը, բայց ոչ մի աշխատանք չեն տարել եւ հեռացել են տարածքից։ Սեդա Գյուրեղյան, Էդիկ Մալաքյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Այժմ միջազգային լրահոսի մասին։ Հարավային Լիբանանում վիճակը շարունակում է մնալ լարված, Իսրայելի օդային հարվածներն ու Հեզբոլլահի պատասխան գործողությունները չեն դադարում։ Հրադադարը շարունակում է անորոշ մնալ, իսկ ռազմական գործողությունները շարունակական։ Ինչ է եղել այսօր եւ երեկ Լիբանանում, ինչ վիճակ է հայ համայնքում, ABC Media-ին մանրամասները հայտնել լիբանանահայ լրագրող Ծովակ Թազյանը։
Հարավային Լիբանանի մեջ իրավիճակը կշարունակի մնալ լարված։ Իսրայելյան օդային ուժերը կշարունակեն հարվածներ հասցնել հարավային Լիբանանի տարբեր շրջաններում վրա, որոնց հետևանքով կարձանագրվին զոհեր եւ վիրավորներ։ Իսրայել-Հեզբոլլա բախումները կշարունակվին առանց հստակ դադարեցման։ Իսկ ՄԱԳ-ի խաղաղ ուժերը, որոնք կգտնվին սահմանային շրջաններում մեջ, կգտնվին ճնշման տակ եւ սահմանապակ կարողություն ունին միջամտելու։ Քաղաքական կետնի վրա կնկատվի որոշ թիվանակիտական շարժում, ներառյալ Լիբանանի եւ Իսրայելի միջև հնարավոր ուղիղ քննարկումներ կատարելու գծով, սակայն Լիբանան կշարունակի գոչ ուղղել զինադատարի եւ միջազգային միջամտության։ Այս բանակցությունները կմնան փխրուն, քանի որ ռազմական գործողությունները դակավին կշարունակվին Լիբանանի տարածքին։ Իսկ վերջին 24 ժամվան ընթացքին հայ համայնքին ուղղակի վերաբերող միջադեպեր չեն արձանագրված, սակայն համայնքը անուղղակիորեն կգրե աստեցություն, լադնդեսական ճնշումներ, ընդհանուր անկայունություն։ Իսկ Բուրչամուդի եւ Այնջարի, ինչպես նաեւ հայաբնակ այլ շրջաններում մեջ կյանքը կշարունակվի, բայց զսկուշավոր մթնոլորտի մեջ։ Բեյրութը նախապայմաններ է առաջ քաշում Իսրայելի հետ բանակցությունների համար։ Լիբանանի հետ ուղիղ բանակցություններ սկսելու համար Իսրայելը նախ պետք է դադարեցնի ռազմական գործողությունները, հայտարարել է Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը։ Նրա խոսքով իսրայելական բանակի դուրսբերումը Լիբանանի տարածքից կարևոր քայլ կլինի հրադադարի պահպանման համար։ Բացի այդ, Լիբանանի բանակը պետք է տեղակայվի երկրի միջազգայինորեն ճանաչված սահմանների երկայնքով, ընդգծել է Աունը։ Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել էր, որ Լիբանանի ու Իսրայելի բանակցությունները կկայանան այսօր։ Դոնալդ Թրամփը նշել էր, որ արդեն շուրջ 34 տարի է, ինչ երկու երկրների ղեկավարներն ուղիղ զրույց չեն վարել։ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի դեմոկրատները երկրի ռազմական գերատեսչության ղեկավար Փիթ Հեքսեթին իմպիչմենտի ենթարկելու բանաձև են ներկայացրել։ Փաստաթուղթը ներառում է 6 մեղադրանք, դրանց թվում են առանց կոնգրեսի հաստատման Իրանին հարվածելը եւ ամերիկացի զինծառայողներին չափազանց մեծ ռիսկի ենթարկելը եւ զինված հակամարտության օրենքների խախտումը։ Հեքսեթին նաեւ մեղադրում են իշխանության չարաշահման եւ Պենտագոնի նկատմամբ հանրային վստահությունը խաթարելու համար։ Հեքսեթն էլ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պահպանելով Իրանի ծովային շրջափակումը կարող է հարվածել նրա էներգետիկ օբյեկտներին, եթե Թեհրանը սխալ որոշում կայացնի։ Պենտագոնի ղեկավարի խոսքով ԱՄՆ-ն շրջափակում է իրանական նավահանգիստները, այլ ոչ թե Հորմուզի նեղուցը, եւ մտադիր է բաց ծովում կանգնեցնել իրանական նավերը, այդ թվում տանկերները։ Անկարայում հազարավոր ուսուցիչներ նստացույց են կազմակերպել ոստիկանական պատնեշների առջև, պահանջելով, որ իշխանությունը ապահովի դպրոցների անվտանգությունը։ Վերջին 2 օրերի ընթացքում դպրոցներում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվել է 9 մարդ, կա ավելի քան 30 վիրավոր։ Եվ վերջում, հայկական մեծ էկրան է բարձրանում նոր պատմություն, միախառնելով պատմությունն ու ժամանակակիցը։ Խոսրովի սիրտը ֆիլմում հանդիսատեսը տեղափոխվում է Խոսրովի անտառ, որտեղ իրականությունն ու կերպարները հատվում են անսպասելի ձևով։ Այստեղ է նաև Յագոն, չարի խորհրդանիշը, որը այս պատմության մեջ նոր իմաստ ունի ու նպատակ է ստանում։ Պատմական արքաների ժամանակակից հերոսների ու ներքին պայքարների այս խառնուրդը փորձ է նոր ձևով պատմելու անցյալի ու ներկայի մասին։ Ինչ է տեղի ունենում, երբ լեգենդը վերադառնում իսկ չարը նորից կենթանանում, ռեպորտաժում։ Էս ինչ է։ Սուստախաչ։ Նրանք Խոսրովի անտառ ընկան։ Ներս ամեցեք։ Յագոն ներս է հրավիրում անտառի հյուրերին։ Հաճիկ խոսա։ Պատմական ու ժամանակակից կերպարները հանդիպում են Խոսրովի սիրտը ֆիլմում։ Ստացել ենք Յագո անունով մի չար կերպար, որը որ մինչ 21-րդ դարը մինչ օրս փորձում է վնաս տալ անտառին եւ վերացնել բարին։ Այդ չար Յագոին մարմնավորում է Սեպուհ Ապիկյանը։ Մասնագիտական կյանքում նորություն չէ չար կերպարներով հանդերձ գալը։ Ամեն կերպար կերպել ունի իր դժվարություն, բայց ես կարծում եմ ընդհանրապես կոմեդիայի ժանրը եւ բացասական դերը ավելի շատ էներգիա է պահանջում, ավելի շատ էներգիա է խլում եւ ավելի բարդ է, քան ինչ որ այսպես դրական բան հերոսի։ Ապիկյանին տպավորել է ֆիլմի սյուժեն, մարդիկ, որոնց հետ օրեր շարունակ նկարահանման վայրում են անցկացրել։ Հետաքրքիր դրվագները հիշելիս պատմում է, ինչպես են Յագոյի կերպարով Խոսրովի անտառից Երևան եկել։ Յագոյի կերպարը ինքը
տարբեր վիճակներում էր, միտեղ սարսափելի են դիակի տեսքով, այսպես ճաքերով, միտեղ նորմալ։ Հիմա այդ սարսափելի վատ գրիմն է, որը հնարավոր չի այնտեղ մաքրել, պետք է գնանք տանը, էլի, երևի պիտի մտնես, չգիտեմ, դուշի տակ այսպես պրտես, որ անցնի։ Գրիմը իդեպ շատ լավ էր արվել բոլորի, կեցես։ Մի խոսքով այդ կերպարով այդ շորերն էլ չենք փոխել, գնացել ենք, աղբը պիտի թափենք, մեր սովորական աղբն է, էլի, այդ կենցաղային։ Հասանք աղբամանի մոտ, մեքենայից իջա, դիմացից մեքենաներ էին գալի, կարծեմ ոստիկանական մեքենա էր, նացիոնալ ասեց մեքենա է գալի, ասեցի պատկերացում ես, հիմա ասենց տեսնեմ, վախենան, փախնեն մեզնից, որտեղ սարսափելի տեսքեր էլի վախենալու։ Հետաքրքիր ու զվարճալի լինելուն զուգահեռ բարդ ու պատասխանատու ճանապարհ էր։ Արմեն Թովմասյանը, որ Խոսրով արքայի կերպարն էր մարմնավորում, տպավորված էր։ Հագուստը, խոսքն ու գլխավոր մեսիջը դուր է եկել նրան։ Զրահները հագիտ, ձիու վրա նստած ու փորձում ես մի փոքր մանյովրել ու հասկանում ես, որ չես կարող հեսա ձիուց կգնես ու մի բան մտքովդ գալիս է, թե պատմական ժամանակաշրջանում որքան են մարդիկ աշխատել իրենց վրա, որ հերիք չէ ձիու վրա նստած է ծանր զենք զրահները վրան ու մի բան էլ պատերազմել են այդ ամեն ինչում։ Պատմական ու հատկապես արքաների կերպարները մարմնավորելը լավ է ստացվում Արմենի մոտ, նշում է ռեժիսորը։ Կատակում են, գուցե նախորդ կյանքում կապ է ունեցել արքայական ընտանիքների հետ։ Թովմասյանն էլ ապավինելով գենետիկ կոդին չի բացառում։ Մեծ հայքի Կորճայք նահանգից են նախնիները։ Գուցե։ Չեմ մտածում դրա մասին, անկախ ինձանից գնում եմ։ Ստացվում է, չգիտեմ ոնց, ես ինքս էլ չեմ կարող այդ հարցին պատասխանել։ Անկախ ժանրից կարևոր են պատմական ֆիլմերը։ Խոսրով արքայի դերակատարը համոզված է, հանդիսատեսի ենթագիտակցությունը ֆիլմը դիտելուց հետո ավելին է տանում, քան այդ պահին զգում է նա։ Պատմական կերպարից ներշնչում, նմանություններ ու արմատին վերադառնալու փորձ։ Ապա ուր ես մեզ տանում։ Քամին ես կողմավա տանում, ուրեմն դա գյուղ էր կա, տներ կա։ Նվերը ֆիլմում Խոսրովի անտառում հին հայկական մշակույթի մասին պատմող ձայնն է։ Նվեր։ Նա այն կերպարն է, որը որ հատուկ իրենց մտցնում է անտառ կորցնում է, որպեսզի սկսի ուսումնասիրել անտառը իր աչքերով։ Նա բոտանիկի կերպար է, էլի, այսպես ասեմ, եւ ցույց է տալիս թե աղջոցվանքը, թե աստղիկ ջրվեժը, Վահագնի ջրվեժը, տարբեր գեղեցիկ վայրեր, որոնք որ մենք ունենք Խոսրովի արգելոցում։ Իսկ Լիլիթը Ես վախենում եմ, ես այստեղ չեմ մնա, երեխե։ Դերասանական կազմում թիթիզ աղջկա կերպարում է։ Խոսրովի անտառում ուզում էր բարձրակրունկներով լինել, բայց իհարկե կանխեց ռեժիսորը Նադի Իսպիրյանը։ Երկու դետալ, որ ինքը ինձ վրա նկատեց ու ասաց. «Հա դու անուլիկն ես», դա իմ այս երկար եղունգներն էին, որովհետև սցենարով կար տեսարան, որտեղ եղունգը կոտրվում է, ասաց համաձայն ես կոտրենք, դե հա իհարկե, եւ միշտ ինչ-որ աբադոկներով եմ բանտիկով, դա եւս նպաստեց, որ Նադյան միանգամից ինձ տեսավ այդ կերպարում, թիթիզ։ Խոսրով արքային դարեր շարունակ հետապնդող Յագոն գործը ավարտին է հասցնում։ Հանգիստ է գտնում նաև արքայի սիրտն ու անտառը։ Ուզում եմ դիտել այդ ֆիլմը։ Մայիսի 27-ից բոլոր կինոթատրոններում։ Անիա Բաղյան, Սվետլանա Պետրոսյան, Սամվել Իսրայելյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Այժմի լրահոսն այսքանն է, շարունակեք հետևել մեր հրապարակումներին։ ABC Media-ի լուրերի հաջորդ թողարկումը ժամը 21-ին է։